Վախեցած են Բագրատունյաց փողոցի այս շենքի բնակիչները, օրը ցերեկով իրենց քթի տակ մարդ են սպանել այսօր։ Ավտոտնակի դարպասներին առննման այս հետքերն են միայն հուշում, որ հանցագործություն է եղել այստեղ։ Դուրս եկանք սենց հեղաշբժոց այդքան բան։ Մարդիկ գնում գալիս են հարցնում ենք ինչ ա եղել, ասեցին կրակոց այդքան բան։ Կրակոցից 40 տարեկան տղամարդ է մահացել, անունը Արտյոմ։ Տեսախցիկից այն կողմ Հայլուրի թղթակցին պատմել են սպանության վայրի հարևանության ապրողները։ Կրիմինալ լրատվության մեջ մասնագիտացված Շամշանքոմի տեղեկությամբ տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով է մահացել։ Սպանվածին այս շենքի բնակիչները չեն ճանաչում, ասում են միայն անունն են լսել ու գիտեն, որ մի քանի շենք այն կողմ է ապրում։ Իրանք իմ հետևի կողմն են, ոնց որ դեմքով չգիտեմ էլի, մոտավոր ասեցին, որ այդ շենքից է։ Ցերեկային ժամերին այս ավտոտնակների մոտ երեխաներ են խաղում, պատմում են բնակիչները։ Սարսափում են մտքից, որ կրակոցի պահին կարող էին երեխաներ լինել այստեղ։ Շոկի մեջ եմ հələ վախենալի մի կողմ, ես միանգամից այդ մտածի, լավ, բա որ երեք եղներ, բա որ մեկի երեխեն այտենց միամիտ անցներ։ Այսինքն հիմա խփելու համար էլ պարտադիր չի տանեն միտեղ եսի մի ինչ էլի, սենց ապաշկարով ցերեկով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով, հայտնում է քննչական կոմիտեն։ Հայլուրի նկարահանման պահին այս Nissan X-Trail-ն են ճանապարհային ոստիկանության քարշակով տեղափոխում։ Անծանոթ է մեքենան Բագրատունյաց 13 շենքի բնակիչներին։ Հանցագործը հավանաբար իր զոհի հետևից այս մեքենայով է եկել։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան և Արաքել Օհանյան, Հայլուր։